Ողջույն, օգոստոսի 1-ն է, մնաց մի ամիս ամառը։ Ես մի հատ արագի մեջ գնամ, մեղր վերցնեմ, Գրիշայից են Ստեփանավանի մեղրը, լավ հետո կպատմեմ Ստեփանավանի մեղրը ինչ որոշեցինք, ուրեմն ժամը 4-ն է, 33 աստիճան է, ես մոտեցանք Գայի պողոտը, այսօր Նելի ծնունդն ենք նշելու, երեկոյան, դե գնամ գամ Անահիտին էլ վերցնեմ ու իջնենք, հենց որ կհանդիպենք, ասել Գայի պողոտան, ուրեմն մեղրը Ստեփանավանի, հեսա մի հատ պատմություն պատմեմ կհասկանաք, ուրեմն են իմ երիտասարդ տարիներին երևի ուսանող էի, հայրս մի օր ատամի մածուկ առնում, լավ եմ հայերեն ասում, թե ոնց որ գիտեմ տենց ասում, զուբնոյ պաստա է առնում, մի 3 տուփ, ինչ-որ մի հատ պաստա էր, որ մեկ-մեկ էր ելնում, էլի, խանութներում, ոնց որ սովետի վաղտ հաճախ էր ելնում, լավ բաները այդքան հաճախ չէին ելնում, մենք էլ էդ էինք սիրում, մի 3 հատ առել էր, ու մի հատ էլ ատամի փոշի էր առել, որ այդ փոշին արդեն մի 10 տարի ոչ մեկը չէր օգտագործում մեր տանը, կհիշեք են փոշին, Տոշակարուներն էլ են սպիտակ պարուսինից կոշիկներ էին հագնում, այդ փոշիով էին սենց մաքրում այդ, լավ սպիտակ ելնի, այդ փոշիից է մի տուփ էլ առնում, ասում եմ, ես բանը հասկացանք ես պաստան զուբնոյ, ես փոշիկ ես առել, ասում եմ, ես փոշին առել եմ, որ այդ պաստան հանգարց պրծնի, ես փոշին օգտագործենք, ասում եմ, բայց պրծնի նորը կառնենք, չենք ես օգտագործում, ասում եմ, չէ, սա որ ելնի, մինչև առնելը սա են կսելու, դուրներս չի գալու իհարկե, դրա համար արագ կառնենք էլի, դե խոսքով այդ ատամի փոշին որպես հերթապա ինչ-որ բան, տենց ազդանշան տվող բան էր մտածել ինքը, միտքը վատը չէր էդ փոշին մի տարուց ավել մեր տանը եղավ, մինչև իրոք վերջացավ ինքը, բայց կամանց օգտագործեցինք վերջացավ, հիմա կարծում եմ հասկացաք ինչ է ուզում ասել, այդ Ստեփանավանի մեղրը որոշեցինք թողենք ոնց որ այդ ատամի փոշին, հենց որ մեղրը պրծնի Գրիշայի ու ինչ-որ հանգամանքներ ելնեն, որ չհասցնենք այդ օրը գնանք կամ ինչ, այդ Ստեփանավանի մեղրը կուտենք, մի օրա, 2 օրա, մինչև կգնանք Գրիշայից նորը վերցնենք, ասենց Ստեփանավանի մեղր ժողովուրդ, ինքը վատը չի, բայց մեր ճաշակի հետ չբռնեց, այդքան բան, այսօր հասանք Ռուբինյանց փողոց, Ալմաստ գործարանն ենք անցնում, ու մի 10-ից թեքվեմ Գրիբայեդով, տերում եք ես մտքերը լավ բանի չեն բերում, մարդ ինչ անում է մտքերը այդեղ այդ գործի մեջ պետք է լինեն, ոչ թե եսին որ դե թռնեն, անցա, հիմա պետք է հետ գնամ, Մեղրի տեղը, ես Գրիբայեդովն է, մի կողմից ոչինչ, թաղամասերը մի հատ կվեր հիշենք, ես մեկը ես որ երևում է ձախից, Գրիբայեդով էր կոչվում, թե Գրիբայեդով պարկ չեմ հիշում, դրա դիմացին այդը, մի րոպե, ես էլ Անահիտը զանգ տվեց, մի խաչմերուկն է թռա,
Հիմա պետք է գնամ վերևից իջնեմ։ Դե աչի վրա Կոմիտաս ավենյու էր, չէ՞, ոնց որ կոչվում, այդտեղ եմ մտել ցույց տվել։ Մի անգամ իդեպ Մամիկոնյանց փողոցից եմ մտել, այդտեղ պետքա թեքվեի, Անահիտը զանգեց, քշեցի անցա։ Հա, ես ինչ այ անուշադիր օր է մոտս, պետք է ուշադիր ելնել։ Իսկ Անահիտը ինչի զանգ տվեց, Նելին ասեց, ինչ-որ հանգամանքներով հետաձգվեց ծնունդի նշելը։ Մի խոսքով մեղերով եկալ եմ գնամ տուն, հետո կիջնենք քաղաք։ Քաղաքը Երևան քաղաքը նկատի ունեմ, ուրիշ քաղաք չեմ գնալու։ Ես էլ ինչ փողոց է, դե ասեք։ Ճիշտ է, Ադոնց։ Են երկու շենքը արդեն բարձրահարկերը ձախի վրայի երաս թաղամասի մեջ են մտնում։ Հիմա ստեղ մի հատ փողոց կա։ Երևի Տիգրանյան էլի, որը ես անցա Կոմիտասում։ Տիգրանյանով իջնենք։ Ահա, հեսա երաս թաղամասը սենց երկար ու ձիգ, մինչև Ազատության պողոտա գնում է ստեղից։ Աղաքին մեծո էլի։ Թեքվենք Տիգրանյան, գնանք։ Ահա, զախից մի հատ էլ են ցրցան տվել, թե որ սարքեն, մի հատ էլ աչից, այս մասերը լավ թափով շինարարություններ գնացին պաստորեն։ Դե մենակ այդ երաս թաղամասը ինչ ասես արժի թափով, բայց դե տենում եք։ Դե Գրիբոյեդը կար, Կոմիտաս կար, և այլն։ Ահա, ավարտեցի։ Լավ մարդիկ են։ Գրիշն էլ, Պետրոսն էլ, ինչի հիշեցի, ասմա ամսի 8-9-ին Դիանա Օբգարայգում էլի փառատոնը լինելու, չէ, տոնավաճառ էլի երևի։ Բայց մանրամասն չհարցրեցի, հույս ունեմ կկարողանանք մի հատ կդիպնենք, Պետրոսին էլ կտենանք, Գրիշային էլ կմոտենանք, իմ խորին համոզմամբ ես են ժողովուրդն է, որոնք երկրի հիմքն են, ինչ ուզում եք ասեք, ես փոքր բիզնեսով զբաղվող, մեծ մասամբ ընտանեկան, դեց է ստացվում էլ, կամաց երեխեքն էլ են միանում, օրինակ մեր բակի խանութն էլ, այդ ձևի հոյակապ ընտանիք է, ամուսինը կինը, երկու տղան, են մի տղան գնաց պատերազմ, մասնակցեց այդ մարդիկ ինչ տառապանքներ էին քաշում, մինչև երեխան հետ եկավ, Արկասը հետ եկավ, բոլորն էլ, գիտեք ոնց է, մաքուր, խղճով, նամուսով մարդիկ են էլի։ Իհարկե, իշխանավորներին ավելի հետաքրքիր են խոշոր հարկատուները, դե նա իր տեղը ունի, բայց ես համոզված եմ, որ ողնաշարը վսյոտիկի էս տիպի մարդիկ են էլի։ Սենց գլուխները կախ, արդար իրանց գործը անում են։ Պետրոսը, Գրիշան, ընդեղ Եսային, դա մարդիկ են։ Իրանց վրա հևվել կարելի է։ Հասկացողը հասկանում է։ Կոմիտաս այս կողմից նկատել եք, լույսը լավն է, որ հետ եմ գնում։ Դե գնամ Անահիտային վրցնեմ։ Հələ մի հատ Աբովյան, եթե հաջողվի այդ
կայանատեղի հարցը։ Տենանք են զուգարան են չեն կանդել ընդեղ ստոր գետնյա անցում։ Այդ Աբովյանի վրա ես ոչ զուգարան եմ հիշում, ոչ ստոր գետնյա անցում։ Ես շուր խիստ կասկածում եմ, որ այդ իմ ասած օբյեկտի ռեստորան էր ինչ-որ մի հատ։ Կավա դրա զուգարան են կտը։ Հետաքրքիր կլինի պարզել։ Դավիթ անհաղթ։ Դե ստեղ էլ տենում եք ես բարձրահարկերը, սա բոլորը այդ տաղամասն է, էլի, դե զեյթունն է, էլի։ Չէ, հա, զեյթուն։ Լամբադայից հետո արդեն արաբկիժն է, դե լամբադան մեջքից հետո ունած։ Զեյթունում ուրեմն ուժեղ շինարարություններ է, Կոմիտասում էլ այդ մասերը պակաս չէր, արաբկիր։ Օ, մի րոպե ես հովին մի րոպե կանգնեմ, էլ եթե չէ հետո կմոռանամ։ Հա, զանգ տվեցի, հանկարծ հիշեցի, որ ընկերս Գասպարը, դե չկա հիմա ինքը, վերջի տանիներն էլ իրար հետ էինք աշխատում, մեր այդ քարի արտադրամասում էլ է։ Գասպարը հենց սինտետիկայի շենքում է ապրում, ու ես իդեպ հա այդ ալմաս գործարանում էլ աշխատում էր սաղ կյանքը համարյա, մի խոսքով։ Հիշեցի, որ տղային կարամ զանգ տամ, տղան էլ է, չէ, նույն շենքում ապրում, զանգ տվեցի, ուրեմն երկու բաներ ինձ հետաքրում, այդեղ հանրային զուգարան եղել է երբևէ, ասես չէ, չի եղել հաստատ։ Մեկ էլ երկրորդը, այդեղ ստորգետնյա անցում եղել է, Աբովյանի անցում, ասես չէ, չի եղել։ Մի խոսքով այդ երկուսն էլ, այդ որ ասում են, սա յակամնա է, այդ սխալ է։ Բայց խելքին մոտ է բանը, գազապաստարանը, որտև աստիճանները ոնց որ թե, այդ հաստատ չգիտեր Գասպարի տղան, ոնց որ թե տանում են դեպի իրանց բակ, այսինքն սինտետիկայի շենքի բակ էլի աստիճանները, ոչ թե դեպի մյուս Մայթ Աբովյանի։ Այ գազապաստարան կարող է, որտև ես հիշում եմ մերոնցից Գայանեի հետ Ալսոբրուտի, որ բան էինք անում, զբոսնում էինք, ինքն էլա չէ այդ մասերում ապրել։ Ինքը էդ էր բողոքում, ասում է նայեք ես մեծ բակ է, ասում է, դե Գայանեն սպորտսմեն բան մարդ էր, դոսավ բան աշխատել է սա գիտի ինքը, ասում էր սա պատերազմի բանի դեպքում, ստեղ գազապաստարաններ կան, մուտքեր կան, բան էլ չասեմ ինչ ու անգլուխ, ասում է առանձնատներ են սարքել, այդ մուտքերը փակել են, այդ ինչ ալնելու բոլորովին պարզ չի։ Իսկ սովետի վաղտ այդ ամեն ինչը նախատեսած էր, դե պատերազմի համար էլի, մի խոսքով տենց, աստորեն այդ գազապաստարանը ամենախելքին մոտն է, այդքան բան, Ռուբինյանցը անցա, դեր Ռուբինյանցի վրա ենք, հեսա կմտնենք Նյու Նորք, ու այս հատվածը ես ավարտեմ, Անահիտին վերցնեմ, իջնենք, երբ իջնենք չգիտեմ, բայց իջնենք հաստատ, Գայի պողոտա, 32 աստիճանը չի փոխվել, եկա պարզվում է նելին չի հետաձգել, այլ խոսալոցն էլ ինձ զգացել է, որ Անահիտը լավ չի զգում, այդքան ասել է ուզում եք փոխենք ուրիշ օր, Անահիտն էլ ասել է հա Նելի ջան, եթե դժվար չի, մի խոսքով տենց, Անահիտը չգիտեմ, շոկից է երևի, ինչա թույլ էր մի տեսակ, ինչ-որ գործեր էր բռնի, ասես դու գնա արի, ես էլ մի հատ ճաշ կպատրաստեմ այդ ընթացքում, մի խոսքով ցրեց ժողովուրդ ինձ տնից, հիմա մի հատ իջնեմ Աբովյան, Մոսկովյան փողոց,
Այ մարմարի լավ սպիտակ չէ, ցայտ աղբյուր է, բայց օրինակ կհիշեք Կարապի լճում կար Թումանյանի փողոցի կողմը, էլի սպիտակ շատ գեղեցիկ ցայտ աղբյուր էր, ուր կորավ այդ ցայտ աղբյուրը Աստված գիտի, ում դաչայում է դրած, որտեղ է, լավն էր էլի, ես նույնիսկ լուսանկարել էի վախտին, մեծացրել էի լուսանկարը, ուր է կորցրել եմ, չկա, Ստեղ կար կանգնեցի, եկեք մանրից իջնենք մինչև Աբովյան, հատ էլ Կոմիտասի այգին նայենք ինչ են արել, ինչ հանգիստ է այս մասը չէ, փողոցի, 7-7 րոպե, այսօր ինչ է, շաբաթ, շաբաթ օրը, Հատ ջուր խմենք իհարկե, դեմ չեք չէ, են սավ սեմ սառը ջուրը չէր, բայց լավն էր, չէ, ստեղ ինչ-որ խորթ են վերաբերվում, են նրանց հանեցին ու գոհ են արդեն, իհարկե էլի ահագին հաղթանակ էր մեծ, բայց հաղթանակի պտուղներն է պետք, որ լրի վայելի քաղաքը։ Ապի ոնց ես։ Լավ եմ։ Լավ եք։ Հա։ Ծանոթ ենք։ Տելևիզորից։ Հա։ Հետո որ Մասիվ ես ապրում։ Այո։ Ես էլ եմ Մասիվ ապրել 66 շենքը կինոյի Աղմասի կողքը։ Հա։ Հիմա տնից հելնում ես ավտոյով ես հավեսով նայում եմ, որովհետև կարոտում եմ մեր թաղերն են։ Բա դու որտեղ եք ապրում։ Ես Ամերիկա եմ ապրում։ Այս ձեր աղջիկն է։ Հա։ Լավ եք։ Նորմալ, որ քաղաքում եք։ Լոսում։ Լոսում։ Որ նկարում եմ ձեզ ոչինչ։ Ոչինչ։ Լավ է գործերը։ Զուշեք հանդեր բանը։ Հաջան։ Հետևը զուշեք դիլակ։ Հա, այս պլականները չէ, անկապ դնում են։ Չէ, տաս հետ։ Հա, էլի փողոցի մեջտեղը պլականը։ Բատիկին ուրա ձեր։ Տիկին այսօր մի քիչ լավ չէր, պետք է ծնունդ գնայինք, հետո ծնունդը հետաձգեցին, տենց մնացի մենակ։ Ցրեց ինձ տնից։ Ուզում եմ հանգստանա երևի։ Բայց ձեր տիկինը ուր է։ Տանում եմ աղջկաս տիկինիս մոտ։ Հա։ Պայմանավորվել ենք, ստեղ պապլավոկում է։ Հա։ Դες լավ որ։ Հա, հաճելի էր։ Հələ մի հատ գործերը ասեք ոնց է, գիտեմ լավ է, ով գնում է զաղի մոտ էլ լավ է։ Դե նայած մարդու էլի մի քիչ մտածմունքը շատ է այնտեղ։ Հա։ Տաները թանկ են, մտածմունքը շատ է էլի։ Հա, դուք գործ ունեք էտա կարևորը։ Չէ, դե որ գործ 36 տարի այնտեղ եմ ապրում։ Այո, հա։ Բայց Իսկ ձեր աղջիկը հիմա հայերեն խոսում ես։ Հա, Ասենք լոսում սաղ էլ խոսում են, չէ։ երեխեք կան խոսում են, բայց լավ չեն խոսում, մի քիչ ակցենտ ունեն բան։ Բա լոսը ասում են, սաղ լոսը հայերեն է խոսում։ Բայց ոնց որ ծնողները տունը անգլերեն են խոսում, բան ասենք այտենց։ Դպրոցներն էլ որ գնում են, ասենք անգլ բանը, անգլերեն, հա։ Մթնոլորտը արդեն անգլերեն է, հայկական էլի։ դպրոցներ կա հատուկ, որ մենակ հայկական է, փողով ասենք էլի։ Ամեն մարդ չի կարող տան։ Հայկականները փողով են, հա, բոլորը։ Ծնել ի՞նչ տան։ Այ չէ իմանում։ $2000-3000 մի Ինչ ասում։ Էդ ինչը տարեկան թե։ Չէ, ամսեկան։ Լավ է։
Անն էլ ամեն ինչ թանկ է, մանավանդ հիմա այս վերջերս ամեն ինչ թանկացել է։ Կարող է թքեք գաք մասիվ այ մրտ ամեն օր ձեր տան կողքով կանցնեն։ Ուզում են գան 3 տարուց։ Հա, դե ամեն տարի գալիս են։ Իսկ երեխեքը ուզում եք գաք Երևան։ Այնտեղ է ծնվել, դրա համար։ Այո։ Դենց երկա, այստեղ եմ ծնվել, ես այստեղ մեծացել։ Հայ պապան ստեղ է ծնվել մեծացել։ Առաջի մասիվում անցկացրինք։ Այո։ 26 տարի։ Հետո եկա։ Դե գնացի։ Դե պապի ջան, լավ է։ Ձեզ լավ որ ձեր սախ իղձերը թող իրականանան։ Մերսի։ Աղջիկն էլ մի քիչ նենց մանտեղ տվեք Երևանը, որ սիրահարվի։ Հա։ Կարող է սիրահարվես։ Դե գնացի, լավ որ ձեզ։ Ձեր կնոջն է բարևեք։ Մերսի շատ։ Ստեսություն։ Հա, զգուշել եմ այ մարդ, ես ինչ փողոցի մեջ տեղ աստիճան են դրել։ Դա առաջի մասիվից։ Դե որ այգիները սենց փչացնեին, մարդկանց կյանքներն հենց հարեցին, թողին գնացին։ Լավ կյանքից ով է գնում։ Կտալպը։ Բայց ինչ դաժան է, ինչ է փչացնում։ Հələ որ այգիներից խոսամ, ուրիշ բան չասեմ։ Այնպես բաներ էին անում, որ նույնիսկ մարդու մտքով չէր անցնում, որ տենց բան կարող է լինել, էլի պատկերացնում եք, չէ՞։ Այս սաղ տարածքը ռեստորան էր, այնտեղից մինչև ստեղ։ Աբսուրդ, էլի։ Լրիվ աբսուրդ։ Բայց ես լավ չի որ հանգստացել են։ Նույնն էլ Աբովյան փողոցն էր էլ, հեսա գնանք։ Այսինքն այն մասը, այդ որ հիմա անում են, քանդում են, քանեմ ասել, այդտեղ սոսկալի խայտարակ վիճակ էր ուղղակի։ Հետաքրքիր է, երբ որ այնտեղ համեր գալնում ռուֆթոփում, ստեղից ինչ տեսարան է։ Դե էկրանը համնայն դեպս կերև է կարծում եմ, չէ՞։ Я так думаю. Չէ, ոչ մի գործ չի արվել ոնց որ թե։ Հետաքրքիր է, կարող է աշխատողները քիչ են։ Այստեղ բան էր, չէ՞, բանկամատ էր, հանել են բանկամատը։ Հա, հանել են։ Սայատնովան կտրենք։ Այս լավ է, այս երկու անցումը միացրեցին մի լույսով։
Դե չէ մի կեսը գալիս էինք, մեջտեղը կանգնում էինք, սպասում էինք այն մյուս կեսին։ Շատ տհաճ էր ճիշտ ասած։ Ժողովուրդ, ես ինչ-որ տիզակետից շատ հեռու չնգա։ Լավ օպերայի մեջով դուրս գանք են կողմ։ Աբովյան, հա։ Երևի, բայց ինչ պետք է, մեկա էլի Սայաթնովայում չէ դուրս գալու։ Թումանյանով չարժի, ներքև կընկնեմ իմ ուզաստեղից։ Չէ, եկեք օպերա չմտնենք։ Եկեք Սայաթնովայով գնանք։ Ֆրանսիայի հրապարակը, Կասկադը, լիքը ոստիկաններ, են ավտոբուսն էլ էր իրանցը, չէ, փոքր։ Չէ, Սայաթնովայով գնամ այ մարդ։ Նույնիսկ Սայաթնովայով եմ ավելի ցածր ներքև իջնում։ Ես ճիշտը Մոսկովյանով պետք է գնայի, այ չմտածեցի։ Կարճ ճանապարհով էլ տեղ հասնել, չէ։ Ես էլ Էդուարդ Թոփչյանը։ Ես էլ նվագախմբի պատմություն, հնչողությամբ մեկ դար։ 100-ամյակն է։ Այն օրը իրանք էին, չէ, բայց լրիվ կազմը չէր երևի։ Այս մեծ կազմը։ Այն է գրածը, տանիքում։ 0818, ձերն էլ հեսեք։ Թե չէ, rooftop, ես եմ ինչ։ Գնացեք լավ, Տանիքում լավ է, էլի։ Ստեղ ինչ է գրած, Ֆորշը։ Ազատության անունն է սեր։ Ֆորշը դարել է Ջիմի Հենդրիքսը։ Անես բաներ ասում։ Ֆորշ և մի մինոր, չէ, ներողություն, ռե մինոր բենդ։ Բայց սա գրած չի տանիքում։ Բայց ID բանկը սաղ տեղերը գրած է։ Բան չէ, ես մեկը գրած է տանիքում, են մնացածները չէ։ Ընդեղ որ ներսն էինք, ես էլ էին ցույց տալի։ Լավ իրան գիտեն։ Չէ, գրած չի ոչ միտեղ։ Թե գրած էր նկարեցի նույնիսկ, բայց չնկատեցի, չգիտեմ։ Ուլիցը Սայաթնովի։ Իշ ծառա, չէ։ Լավ է, այդ մեջտեղները ռեստորաններ չսարքեցին, ծառերը կտրեին։ Ես էլ չէ, անհասկանալի։ Ստեղ էլի է ռեստորանի տիպի բաներ, ինչ-որ։ Մի անգամ լավ ջութակ էին նվագում հիշում եմ։ Ընդեղ նստած սուրճ էինք խմում, տղեկով։
3 ամիս է։ Ստեղել է, չէ՞, ինչ էր կիսամեռած օբյեկտներ են տեղ են զբաղացնում, թթվածինը պակասացնում են։ Ոբշին միջև նման ասում արամ։ Այս մասերն էլ է, երևի հերթի մեջ է, էլի, չէ՞, որտև հենց սեզոնն է, էլի, որ հիմա էլ չի աշխատում, էլ ինչ։ Երևի մի բան գիտեն, որ չեն աշխատում։ Մենք բան չգիտենք։ Այս մարդիկ էլ են մեղք, էլի, չէ, ահագին գործ են արել այնտեղ թարմաներ է ինչ-որ։ Ինչ անես։ Հա, հեռուստացույցը տարել են, չկա, հանել են։ Այս այդ բաներն էին, էլի, առաջիններն էին։ Նես չալաղաջ եկան վեկալան։ Ահագին էլ մարդեր էլ նոստեղ։ Մի հատ տայսկի խոհարար կար, շատ լավ գործեր անում։ Այն վաղտ այդ տղայի աշխատավարձը $200 էր։ Հիշում եմ։ Ծանոթ էր մեկին, տեղացիներից, տեղից իմացա, այս մասը այն մարդես։ Հիմա որ արդեն քանդելու հույսեր կան, սկսում ես խիստ նայել էլի ավելի, չէ՞։ Մինչև այդ արդեն մի տեսակ համակերպվել էինք արդեն։ Наоборот, мало. Հելի հիշեցի, մի անգամ դե որ Համբուրգ գնացինք, հետո որ հետ եկա, որոշ ժամանակ հետաքրքրվում էի էլի քաղաքով, ինչ-որ 5 ադրեր տեսա, 45 թիվներ, թե 6 թիվներ, նենց զարմացա, շատ Երևանին էր իշխացնում, սաղ էլի բուտկեքից առևտուր բան, փողոցներում, մի հատ ինչ-որ զզվելի տեսարան էր, բայց պարզվեց մի 5-6 տարում սաղ մաքրեցին, կարգի բերեցին։ Ստեղ էլ ասենց լռություն, ոնց էր բան, Փոթորիկից առաջ, տենց տպավորություն է, լռությունը, այս սրճարանը լիաթոք աշխատում էր, չկա, այս բացօթյան, հա, փոթորիկ է սպասվում, հա, Ես ոստիկանին են սպասում, բոլորը։ Երևում է մեկը պետք է գնա։ Մեզ համենայն դեպս կանաչ տվեց։ Ես էլ Փոթորիկի բունը Թաղապետարանը
Լավ էր։ Ստեղից ընդեղ գոռում են ոստիկանին։ Բաց թողեմ են, ասում է չէ, հլը սպասի։ Ում են սպասում, հայտնի չի, բայց կպարզենք իհարկե։ Ոստիկաների հայացքը սևեռած է այն կողմ։ Ժողովրդին թողեցին, գնացին, վախ են տանջում։ Կարող են չէր ուսումնական բանա։ Ստուգում են։ Ոչ մեկն է չեկավ։ Շորեն կոմերը ցույց է տալի, կարող է իրար չեն հասկացել, Բաղրամանից եկել է, թեքվել է Մաշտոց, ստեղ իզուր տեղը սաղին փագեցին ես, ինչ արին։ Ինչ որ մեկը պետք է գար չեկավ։ Նեղացած չլինի այն մոտ։ Նեղացել է երևի։ Երևի նեղացել է։ Լավ գնանք։ Դες նեղած կոտ են, հա, պարզվում է։ Մի թեթև բան ալնում, նեղանում են։ Ժողովրդին էլ չեն զգուշացնում, որ նեղացել են։ Մեզ այս երիտասարդի հետ խոսացինք, ինչքան հասկացա, ինքն էլ էր տարակուսանքի մեջ։ Այս թաղապետարանը թող իր աշենքի փոսերով զբաղվի։ Գնացել է ուրիշ տեղ։ Այս ինչ է։ Ծակ է մտել են։ Դա ջազ ակումբ է ստե։ Ես վավշե է տակիր էր, մի անգամ ասեցին, Գագիկ Բեգլարյանի սեփականությունն է, քաղաքապետարանը վարձակալում է։ Հետո որ մի անգամ մտանք այդ տղայի մոտ, որ անայդային ոտը խփել էին, ասեցինք այդ ճիշտ է, ասեցին արդեն չէ, շատ ջղայնացած, ոնց որ մենք մեղավոր էինք, որ մի վաղտ հայ էր, իսկ հիմա չէ է։ Ես լավ բանը բացեմ, լավ բան չի ստացվի։ Այս կոմիտասը ամեն անգամ հետաքրքրում է։ Այստեղ ոչ հեղինակ կա, ոչ բան կա, ռեժիսորը կա, մեկ էլ երաժշտական ձևավորող Սևադա Համբարյան, թատրոնի ղեկավար Արտաշես Բաբայան։ Այ այնտեղ է Արտաշես Բաբայանը։ Կալյասկայի մեջ, չէ, Կալյասկայի մեջ չի։ Ինչ որ շատ մեծ չէր, սենց։ Այդը ռուս են։ Ես արդեն ծառվել է այս կոմի վրա, ծորա չէ մի տեսակ։ Վերսնս ջանով նստեն, մի բան կարալն է էլի։ Հաստատ ծորա ժողովուրդ, ես ինչ է։ Դուրս շեկավ։ Էջ լավ չի։ Ես էլ ղեկավար է թատրոնի։ Ты понимаешь, их просто расщепляет до атомов ядерным взрывом, а я просыпаюсь и... Չէ, հաստատ ծռվել է ժողովուրդ, ես առաջ օրերը սենց չէր։ Ես լավ բան չի։ Մի օր ես հենց մի հատ բուղայի կնստի ու շուր կգա։
Երևանի հետ։ Ողջույն։ Հազար ողջույն ձեզ Արմեն ջան։ Ոնց ես Գագիկ ջան։ Նորմալ։ Լավ։ Լսի, Էլմատը Սարզանը նայի, արել մի քիչ մոտիկ։ Հա, ծրվել է։ Հա, դու էլ տեսար։ Սենց չէ։ Այդպես ծուլ դրել է։ Ты уверен? Да, это так и было. Это сказать сенс էր։ Ха, я даже тогда смотрел, если че։ Այդ մի քիչ հանգստացրեցիր։ Չէ, դալիս է մի հատ բուղա էր նստած, ասի արա դու Չէ, դրանից չի ծրվել։ Արմեն ողջ։ Ողջ։ Դու էլ էի նկատել որ ծուռա ես։ Սենց է, ասում եմ ծռվել է, ասում է չէ, սենց էր հենց առաջի օրվանից։ Ես էլ եմ կարծում, որ սկզբից էլ տենց է եղել։ Այդ լավ է, եթե սկզբից տենց է եղել։ Դե այն կալոսներից նայի, ինքը հատուկ տենց թեկությունը տվել են։ Էսի պավարոտի վրա է, էլի, յանը գնում է։ Հասկացա, հասկացա։ Հեսա կարող։ Էս անցնում են ռուսները, ու ասма Մյունխաուզեն։ Ա, տենց է։ Это не Մյունխաուզեն։ Կամ Դոն Կիխոտն է։ Это ասում են, это։ Ասում եմ, ասա դեմբո Մյունխաուզենի վաղտ բան կար, արա, իրեկակնանի։ Մոտոցիկլետ կար, գոնե էտ իմանան։ Դե ասում են հայրն են երևի մի բան ոգոնել են։ Հայրն է չգիտեն երևի Մյունխաուզենը։ Այդ կինոն չեն էլ տեսել իրանք, չեն։ Այդ նիվեստը սերերը, չէ։ Հա, իրանք Նիվեստը չեն տեսել։ Չէ, Ինչ ափսոս։ Ասի նիվեստը север сын Арно Бабаджанян играет главную роль. Գեսնում Արնո Բաբաջանյանին գիտեն։ Բավոնց։ Հա, վայն Արայիկ է, հենց գլխավոր հերոսը։ Արնոյի տղեն է։ Արյուսակ Վարդանյանի տղան։ Բանը։ Հա, փաստորեն ազգանունը Վարդանյանն է։ Դու բա ինչ անում եմ, մխել եմ։ Չեմ կարում փոկվեմ, փոկում եմ գիշերը սրանով եմ քնում, չի փոկվում։ Դե ուրեմն Գիտես այն անեկդոտը բանը հին է սովետական։ Էս Բրեժնևը գալիս է գործի, էս աշխատակից ասում է Լեոնիդ Իլիչ, а где медали? Ара, забыл на пижаме. Это законно, да? Ամեն գիշեր հանում է պիժամա, հիմա իմնա։ Գնացի ռեբята, տեսиш լավ քամի բերեցի։ Լավ օրքե, հիմա որ ես մեզ։ Ահա։ Տեսնի, լոբար։ Հա, դեմետ ողջունին։ Ողջունեմ իրան գիրոջ Սերոժին էլ ողջունեմ գնացել է իր մոտ։ Ինչքան մարդկա սաղին ողջունի։ Բարին էլ ողջունեմ, բոլորին էլ ողջունեմ, ինքը առավոտ հեսա կզանք տա։ Հա։ Ամեն օր Պարտադիր զանգատալի։ Հես որ տեսնում այս, նայում անպայման պարտադիր զանգ։ Գագո ասում է։ Բայց դու ասիր չողջունիր, ասիր ողջունեմ, բայց չես ողջունել։ Ողջունի։ Ողջունում եմ։ Հակա, Տվեք ջան, այսօր մի քիչ ասեց ես մնամ ճաշեփեմ, ասի մնա։ Ճիշտ է, այս շոքին ինչ բան է։ Էդ էլ կա։ Հավառը ջանակ։ Լավ մնաք։ Հակա։ Հա, լավ հանդիպեցինք այմեր, չի ծռվել, սենց է եղել, ես էլ ասես։ Այս ռուսներին պետք է տպել արդեն։ Այսինքն Papier de Armenia, այդ ինչ է, Papier-ը բան է։ Սանֆետկա, մանֆետկա են ծախում։ Հա, շո լուցկի է բանը։ Բայց այս լուցկին լավն է, չէ՞, այս փոքրը։ Գերպանի մեջ տեղ չի զբաղացնի։ Ստեղ վերջը մի հատ սրճարան մնաց, հա։ Դեն երկարը մաքրեցին, այդ արդեն շատ լավ էր, մեծ հաջողություն էր։ Մանկական արվեստի թանգարան։
Ես գիտեմ Նիվեստա Սևերը սաղ աշխարհը գիտի։ Արսնացուն հյուսիսից։ Ինչ հատակներ են կարել վախտին։ Շատ անորակ էին ստեղ։ Դե ասում եք էլի։ Այդ սովետի վաղտվա այդ քարի հատակները համնադեպս ես գարանտիա եմ տալի 98%-ը փինաչիություն էր պետական գործեր էր գերեզմանները չէ որ գնում էիր այն սովետի վաղտել սաղ իդեալական սարքած բան իսենց գործերը Արդեն ստեղից երևում է, չէ՞, որ ահագին մաքուր է։ Նկատում եք։ La 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 la. Ես բուտկեն խի ապագվել։ Շա լավ էր անալու։ Գլավ, սա արդեն ինչ փոքր բուտկա էր, պաղպաղակ էին ծախում։ Հարդ չգիտի որտեղից փողոցը անցնի։ Լավ, եկեք սենց։ Ես հրանտ թողած են, նոր ներկայացում մեր մասին։ Առաքել, այդ ինչ է, ամիս ամսատիվ չկա գրած, գնանք այ մարդ անցումը բացվեց, չէ, սրանք արակ գրանցին, ես էլ ընգա սրանց խելքին։ Սեզոնը անցավ Ողջույն Ես էլ անցնենք, ես լույս չի վարվում Փորել են կաբելները վնասել են Ստեղ բանը չկա Բայց ես ինչ լավ Ակուրատ նվի հանել են տեղնը չի մնացել մարդ Հիշում եք են 202 էր ինչ էր են Ֆարինգեյտը Էդ էր ստեղ դրած Չկա Հələ սրանց փթի բետոնները Ես պետք է կանչեն ով սարքել է ինքն է քանդի Անահիտի սիրած երգը Արած քեզ չկա գարուն Ինչ անտիր մրգեր են Ցուցահանդես վաճառք Չէ Շատ լավ է Ինչ ժեշտերով փագի գնացել են Սրա տակ էր էդ
Զուգարան գազապաստարանը։ Հիմա այս բարձունքները վերացնելու են, այս շատրվանը ինչ ալնելու։ Այդ պրոյեկտը գծային դնեն էլ ուստեղ, չէ՞։ Արտի մանար ինչ ալնելու։ Հետաքրքիր է, էլի։ Մեզ էլ է հետաքրքիր։ Այս մեկը էս։ Ստե game zone էր ոնց որ դրա։ Դա իջնում է իր։ Բայց այդտեղ մինչև այդ ինչ-որ մի հատ ռեստորան էր։ Արդեն ով է հիշում այ մարդուս։ Առանձնապես որ անցնում էի չէին հետաքրքրում։ Դրա համար էլ բան չեմ հիշում։ Կարգին։ Փլական մլական պետք է վերացնել երևի։ Կամ ինչ-որ շատ սրամիտ մի բան հնարել, չեմ պատկերացնում ինչ, չգիտեմ։ Այմարդ, ես կան լեն ա եղել, հա, ես մայթը պաստորն հլը նայեք, է։ Ինչից ինչ են սարքը։ Դե հա։ Քաղաքին սարքել էին կուրկուրի ձակ։ Դրա համար իշխանություն տալը սխալ բան է, վաբշե։ Այս լավ պոնչիկն է զոհ գնաց, հա։ Պերեստրոյկայի։ Այս մեկը ափսոս։ Չնայած հիմա շոկ է։ Համարդ ոչ մի համարել չունեմ ես մարդկանց իմանայի։ Ինչ եղավ, ուր գնացին։ Արդիկ էլ են մեղքել է։ Բերում են հույսերով, բանով գործ են դնում։ Հետո ասում են սաղ ապորենյա վեկած ստեղից։ Մի խոսքով, գնա ստեղից։ Լավ ժողովուրդ, ինչ ասում։ Տեսա, որ կարգին բան չտեսա, որ սաղ վերացրեցին իհարկե հոյակապա, բայց հետագան ինչ առնելու։ Ռոբերտո դե սրանք են լուրջ մարդիկ են վերցրել, այս սրանք արդեն մի քիչ ավելի ռանգով ցածր մարդկանց են տվել, դե հենց այն վաղտվանից գիտեին, որ այս բաներին ձեռտվող չի լինի, իսկ սրանց մի օր մեկը կգա էլի, կասի իլմետ դավայստից։ Դրա համար իրանց այս մասն էին վերցրել, այն մի քիչ ավելի ցածր մարդկանց այս մասն էին տվել։ Դե պարզա, որ ստեղ կա Սերժը կամ Քոչարյանը իր համար բան չէր վեկալի։ Նազիր վեզիրից մի քիչ էլ ավելի ցածր մարդկանց էին տալի երևի։ Բայց լավ փողով պարզա էլի, չկարծեք խելքները գրնում էր իրանց համար։ Լավ աստեղ են, հիշում եք չեն։ DSP-ից ինչ-որ անճորնի բուտկա էր, կապույտ ինչ-որ բաներ փռած միշտ վեր են։
Հա, գնամ մեքենայից մոտ։ Ամել սովածած հա։ Ընթացքում Անահիտը զանգ տվեց, բացատրեցի իրավիճակը, ընդբռնումով մոտեցավ, բայց ասեց ինձ ուշ ա ուտելը, հաշիկեր, ինձ էլ հլը շուտ ա։ Հա, ճիշտ է, ասում նստելու տեղ չկա։ Դե արդեն ժողովուրդը սովորել է այս նեղ մասով գնալ։ Ստեղ մի հատ պուրակ խփեն էլի, չէ։ Նստարաններ դնեն, շատրվանը կա, մի հատ նորոգ են։ Հա, էլի։ Հատ լավ այգի ունի ստեղ։ Լավ Լենա է։ Ոնց են նկատել են, որ Լենա եկեք պոկենք։ Գնացինք դեպի տուն, Ժորժ ջան։ Привет, Արմեն ջան։ Ողջույն, ծանոթ ենք։ Հա, դա ոնց։ Ես Հա, նայող եք։ ծանոթ ենք հերական։ Այո։ Միշտ նայում եմ, ես 2-3 տարի ա, ձեզ միշտ նայում եմ։ Շատ եմ ուզեցել հանդիպել։ Ու հանդիպեցինք, վերջապես։ շատ ներողություն, կարող է ազատեք, մի քիչ զբոսնենք իրար հետ, հա, գնացինք։ Մեծ հաճույքով։ Ձեր անունը ինչպես է։ Տիգրան։ Տիգրան ջան, որտեղից եք եկել։ Բելգիայից, Բրյուսելից։ Այո, Բրյուսելից, հա։ Այնտեղ մենք մի հատ շատ լավ մեր նայողներից կա։ Դե բայց Բրյուսելը մեծ քաղաք է, չէ։ Հա, իհարկե, հա, շատ։ Թեկուզ կարող եք ասել, կարող է ճանաչել։ Դավիթ է անունը։ Ազգանունը։ Իր բանը Դավիթ Արմանի է։ Հա, ճանաչում եմ, ոչ։ Հա, գիտեք Դավիթին։ Հա, ինչ լավ է։ Հա։ Ինքը սաղ են կրեատիվ առաջարկները իրանից եմ սովորել այդ ստորգետնյա բաները։ Հա։ Աղբի մասին էր պատմում, ոնց է պետք, ինչ է պետք։ Այդ Բելգիայում սաղ գիտեք, հա լավ։ Արմեն ջան, 95 թվից ընդեղ եմ։ Հա, դուք 95 թվից ընդեղ եք, 31 տարի է։ Բայց ամեն տարի գալիս եմ, ամեն տարի։ Մենակ եք գալի։ 2-3 ամսով։ Մենակ եմ գալիս, որովհետև ինձ երեխաներս աշխատանք են, բայց իրանք 15 օրով, 20 օրով միանում են տենց տարբեր ժամանակ։ Իսկ ձեր աշխատանքն հենց է, որ երբ ուզենաք։ Ես հիմա թոշակի եմ անցել արդեն։ Հա, Ես երկրորդ տարին է, դրա համար կարողանում եմ 3 ամսով գամ։ Թե առաջ ես էլ էի 20 օրով գալու։ Այսինքն ամեն տարի։ թոշակները հենց է, որ կարաք ձեզ թույլ տակ էլի, չէ՞, որոշ ինչ-որ բաներ։ Հարաբերական է, Արմեն ջան, ամեն ինչը հարաբերական է։ Ասա վախտին այնքան փող եմ տվել, չէ՞, թոշակի համար։ Հա, բայց մենակ թոշակը չի, ոնց որ ասցիկինս դե հələ աշխատում է, երեխաներս էլ աշխատում են։ Հա։ Հենց որ Այդ արդեն մեծ օգնություն է, որ ես երեխաներիս չեմ օգնում։ Ճիշտ է, ճիշտ է։ Մենք էլ ենք դրանով շատ բարձրանում, որ Դավիթը ինչպես է։ լավ է, իր գործի է, էլի։ Ես միշտ այնց հաճույքով եմ ձեզ նայում, դու չեք պատկերացնում։ Նախ առաջինը դուք շատ գրագետ ու կուլտուրական մարդիկ եք։ Անահիտը շատ։ Հայերեն կարքին խոսալ չգիտենք, այմար։ Չէ, մեկ այդ ձեր հումորները вообще ընտիր են։ Նախ ինքը շատ տոնկի հումորներ ա ձերը։ Ու հետո բանա, ազնիվ։ Ինչպես։ Ազնիվ հումոր է։ Ազնիվ։ Հա, հետարքիր բառակապակցություն ասեցի, չէ։ Նուրբ ու ազնիվ։ Նուրբ ու ազնիվ, հա։ Իսկ ձեր հարաբերությունները ընդհանրապես ես չգիտեմ, երևի մարդիկ տնային սովորեն թե ամուսինները ինչպես տինեն, անավանդ հիմա ջահելները։ Դե այդ մեծ բանա որ այդ մեզանից չէ, այդ բնությունից է,
ես չեմ էլ կարծում, որ ինչ-որ սովորել դա հնարավոր է։ Դա սովորել չէ, պետք է լինի, էլի։ Խելոք մարդիկ ինչ են ասում։ Ծնողներին ասում են երեխաներին մի դաստիարակեք, չէ՞, ինքներդ ձեզ դաստիարակեք։ Այսինքն սովորելը գալիս է։ Տենց կա, ես շատ կողմնակից եմ այդ ասածին, շատ կողմնակից եմ։ Ու դրա իմաստը ի՞նչն է, որ ես ասեցի, ձեզ նայելով իրանք պետք է սովորեն։ Հա։ Տենց սովորացնելով գլուխը մսնելով չի լինի։ Հետո ձեր հաղորդումների շատ լավ, ես շատ ցեկանի շատ եմ ուզում հանդիպել, որ ես սա ասեմ։ Ինչ ալոց ասեմ ձեզ։ Այս Սայեդնովայի վրա այստեղ էր մի հատ տղամարդ հանդիպեցի, շատ հիշացրեց ռեակցիան ձեր ռեակցիային, հա ասեց, այ ոնց էի ուզում տեն այս սաղ հաղորդումները նայում եմ լրիվ սաղանգիր գիտեմ բան, մեկ էլ գնաց Գոքոր անունը, կնոջ հետ էր Նարայի, Նարա թե Նայրա, մեկ էլ ուղարկել է բան, երկու հատ տոմս է ուղարկել, ասում է շատ ուզում եմ դուք գնաք, գնացինք այս երկու օրը, այս կտուրում նոր բան են արել, առաջի համերգները, Rooftop Մալխասի ջազ Չէ, Մալխազինը հետո է ալնելու, սա հենց ամենաառաջինն էր, բացումն էր։ Բացումն էր։ Երկու տոմս ուղարկեց գնացինք, շատ հետաքրքիր։ Որտեվ անցածի ես Մալխասին բանին եղա։ Մալխասը կար, ես նոր անցա, էլի ինտեղ պետք է ալնա։ Որ ասում են ստալ։ Դե մեծ է, էլի, ինչ կանա։ Ինչն է հետաքրքիր։ Ինքը նստում է դաշնամուրի մոտ ու մոռանում է ամեն ինչ։ Կա տենց բան։ Ամեն ինչ, բայց վեր կացավ, նույնիսկ չզգաց ձախ պիտի գնա թե աջ։ Հա։ Այս դաշնամուրի մոտ ցած ինքնամոռացել է։ Հետաքրքիր է։ Ես Շոպենի մասին եմ տենց հանդիպել, ասենք հազում էր բաներ անում, բայց այդ նվագելը որ սկսում էր, ասում է երբեք ոչ հազ, ոչ մի բան չկա, էլի։ Աշխարհ է իրանց համար էլի։ Այո, լրիվ ուրիշ։ Իսկ դուք ինչ եք մասնագիտությամբ։ Ես ինժեներ եմ։ Ինժեներ եք։ Հա, այնտեղ էլ մինչև թոշակից գնալը գործարան կա հատուկ, յուրահատուկ նույնիսկ Եվրոպայում ամբողջ։ Մենք արտադրում էինք կոմպոզիտնի մատերիալի առաջնային մատերիալը, էլի։ Հա։ Հատուկ տեխնիկի կտոր է, որը գնում է կոմպոզիտնի մատերիալներին։ Հա։ Ստեղ հիմա այդ ոլորտում ինչ որ բաներ կան, աշխատանք։ Ուզում են անել, բայց դժվար է, շատ դժվար է։ Դժվար գործ է։ Շատ դժվար։ Դա շատ նախ առաջինը շատ ուժեղ ինժեներներ պետք է ունենան, շատ մասնագետներ, էլի։ Օրինակ մեր գործարանի դիրեկտորը ինքը համ ֆիզիկա, համ գիտնական է, այդ իր ստեղծած գործարանն է։ Իր անունն էլ է Տիգրան, հայ տղա է ինքը։ Ինչ եք ասում, հայ է։ Հա։ Ոնց Տիգրանին խափ ենք բերենք։ Շատ են եկել ստեղից իրան ասել։ Լուրջ։ Նախ առաջինը հա, ինքը իմ կարծիքով նույնիսկ եկել է ուսումնասիրել այստեղ առաջնային մատերիալները, որոնք իրան առաջարկել են Հայաստանում, այսինքն բազալտ, դուք ո՞ր կողմ եք գնում։ Ուղիղ, գնանք։ Ես ուսեմ եկեք քաղաքում։ Մի վարկան ես մի հատ անջատեմ, ֆայլը շատ երկար է ալնում։ Ժողովուրդ, մի քիչ անջատված վիճակում խոսացինք, պարզվեց Տիգրանի հետ շատ մոտիկ մարդ ենք։ Ինչի, որտեվ Տիգրանը իմ հորեղբոր տղայի շենքում է ապրում, մոտիկ հարևաններ են եղել, իսկ Թևոսը Տիգրան, ես չեմ չափազանցնում, փոքր ժամանակվա իմ ոնց որ Աստված էր։ Դասիրակությանս մեծ մասը իրանից եմ ստացել։ Ուրիշ մարդ է, իսկականից ուրիշ մարդ է։ Իսկ դու գիտեք ես որտեղից իմացա։ Որտեղից։ Եկել էիք մեր հայատ։ Հա։ Ու ձեզ դեմ դիմաց տարիքը դուս եկավ։ Հա, զրուցեցինք։ Հետո որ ես եկա։ Ես մի անգամ իրանց բալկոնից էլ նկարեցի։ Ոնց ասում եմ, իմ Պաշտի դվարդի հորեղբայրն ա, իմ հորեղբայրն ասել։ Հա, երբ։ Ասում, բայց դու գիտես, որ ես այնտեղ մենակ Արմենին ու Անահիտին եմ նայում։ Որովհետև այդ իսկականից է կարող է կա, որ տայգը խիչի ինձ ասել, հələ դրան նայի։ Երևի մոռաց։ Այդ իսկականից սուտ բառ չի, Արմեն ջան։ Մենք այնտեղ իսկականից կարող տեսարում ենք ձեր վիդեոները։ Հաճելի է լսել։ Հաճելի է դիգան։ Վերջերս ես տեսա Զանգակ ամբակ հաղորդումը ձեր։ Հա, այդ էլ եք տեսել։ Հա, տելեֆոն։ Դա որտեղ շատ հաճելի է, շատ հաճելի է ստանում։ այդ բնակարանը մնացել է, հա։ Հա, Այդ բայց ես լավ է։ գալիս եմ այնտեղ։ Այդտեղ եք մնում, վայ ինչ լավ է, հա։ Իմ երեխեքներ, որ գալիս են այնտեղ են, տենց Իսկ երեխաները ոնց են վերաբերվում Հայաստանին։ շատ լավ, Հա։ շատ լավ։ Հիմա մի քիչ ուրիշ է, որովհետև մեծացել են, նախ տղաս ամուսնացավ, արդեն երեխա ունի,
Ահա։ Այս տարի չկարացին կան։ Հա։ Ну, մյուս տարի ուզում են գնան մի քիչ ծով երեխային ծով տանեն էլի տենց։ Բայց իրանք էլ ամեն տարի գալիս էին Հայաստան, նույնիսկ ժամանակ էր ելնում, որ երեխաներից ասում էին գնանք ենթադրենք Իսպանիա հանգստանալու, բայց փոքր էին գան։ Ենթադրենք 14-15 տարեկան։ Ասում էին ման պապ կլինի դուք գնաք Իսպանիա, մեզ ուղարկեք Հայաստան։ Այո։ Իրանք գրել կարդալ հայերեն խոսալ։ Տիգրան ջան, հետո դուք մոտիկ եք էլի համեմատաբար, չէ՞, ասենք լոշի բանի ժողովուրդը շատ ծանր։ Շորշանվա թռիչք կա։ Մենք բան ունենք։ Մեկ աշխատում ռուսերեն բարձ օգտագործեմ, բայց քանի որ ես եմ սովետի մարդ։ Պրամոյ ռեյս ունենք։ Ուղիղ թռիչք ունենք։ Вообще ընտիրը էլի, հա։ Ռուսեր Երևան ուղիղ թռիչք կա։ Ասում եք Տիկին Անահիտը նորմալ է ամեն ինչ։ Նորմալ է, հա, նենց ստացվեց, ես մի հատ դուրս եկա, հետ եկա, ինքը Են որ ասում ուստա 50 կոտեր ընկավ, այնքան գնաց եկավ, ես այնքան գնացի եկա, ասեց արի ես մնամ ճաշը սարքեմ էլի, ասեցի արի։ Բա ես ձեր ծիծաղները նենց յուրահատուկ է, մեքենայում որ Տիկին Անահիտ հետ խոսում եք ինչ-որ բան եք ասում, այսպես ծիծաղում եք։ Ես մի անգամ նրանցից մեկը գրել էր ձեր ծիծաղը ասում չեմ սիրում։ Ես այդ ակը գրեցի, ես էլ չեմ սիրում։ Անկեղծ, որ լսում եմ ինձ դուր չի գալի, էլի, բայց ես ում։ Չէ, շատ յուրահատուկ է ու շատ բան։ Այդ երևի բնական է, շատերը կան, չէ, իրանց ձայնը, որ լսում են առաջի անգամ այդ ձայնագրած, էլի, մի տեսակ հիասթափվում են, հա։ Որտեղ էր, հա, այս կողմերն է։ Եկեք մի քիչ ասենց բարձրանանք։ Ես ես մեքենայով կարամ տանեմ տուն։ Չէ, ես դուրս եմ եկել քայլելու ոտով։ Հատուկ։ Հա։ Ես միշտ Բրյուսելում ես շատ քիչ եմ քայլում, շատ։ Իսկ Երևանում թող 5-6 կիլոմետր պարտադիր եմ։ Գիտեմ։ Դες մեկին ունենք Ավստրալիայից, ասում է առավոտը 6-ից զարթնում եմ Արմեն, ասում է մինչև ժամը 10 անընդհատ ման եմ գալի, ասում է, ինձ եմ կարոտում։ Արմեն պրեսում էր աշխատեմ, ի վաղտ։ Իստեղ ինչ եք ավարտել Տիգրան։ Պոլիտեխնիկա։ Ինչ բան էր։ Ես EVM-ն եմ ավարտել։ EVM էր կոչվում։ Հա։ Էլեկտրոնավիճությունների մաշինը, հա։ Ու գնացիք այնտեղ կարացակ տենց ինչ որ պրոֆիլա փոխվել, հա, փաստորեն։ Ահա, Ահագին բարդ տեղ եք աշխատել։ Էլի իմ ընկերը ինձ հետ ամեն ինքը առաջ անգամ որ ինձ հրավիրեց գործարան, ասեցի, բայց ես ասեցի Տիգրան, ես ոչ մի բան չեմ անում։ Հա։ Աշյան, պրիվետ։ Պրիվետ, ոնց ենք։ Դա, Դու բարով ձեզ։ Ողջույն։ Իսկ որտեղ է մինչև այդ ձեր տունը։ Զեյթուն։ Ուզում եմ պատկերացնեմ, հայ հատ բան ունեցել եք տենց։ Զեյթուն։ Զեյթունում էր։ Տունը, որ ասեմ թե իշեք, որտեղ դուք Երևանը շատ լավ գիտեք։ Դե հիմա եմ սովորել, մինչև այդ ոչ մի բան չգիտեի։ Խրուշչովկաներ կային։ Հա։ Ուրեմն մեր ամենավերջի Խրուշչովկան էր, որի դիմացից անցնում էր պոեզի գծերը։ Հասկացա, հա։ Այն կողմն անտառն էր արդեն, որը գնում էր դեպի Գազանանոցի զոնը։ Հա, հասկացա։ Դե այնտեղ էլ իհարկե լավ հարևաններ, բաներ։ Այ այնտեղ մանկություն եմ ունեցել չտեսնված։ Այդ է, էլի, այդ է։ Ես իմ երեխեքին եմ հիմա ասում, երեխեք, ես այնց մանկություն եմ ունեցել, շատ ափսոս դուք չեք կարող, որտեղ Եվրոպայում դա չկա այդպես բան։ Երեխեքը շատ փոքր էին, իրանք ստեղծվեցին, բայց երեխեքը շատ փոքր էին։ Թութ թափ էիք տալի։ Թութ թափ չէինք տալիս, բայց ամբողջ օրը ծառերի վրա էինք։ Եղավ, եկեք մենք հրաժեշտ տանք ստեղ։ Շատ ուրախ էի, Արմեն ջան։ Սիմվոլիկ իհարկե մենք զրույցը կշարունակենք, սենց հեշտ չենք բանանի, հրաժեշտ է։ Հա։ Ճիշտ ասած շատ ափսոս ժամանակս քիչ է, ես հաջողով ձեզ հետ մի հատ սուրճ կխմեի իհարկե, բայց ոչինչ, մի ուրիշ անգամ։ Հա, մյուս անգամ մենք արդեն սովոր ենք սենց հանկարծակի հանդիպել իրար, նենց որ Տիկին արդեն Անահիտին մեծ բարև։ դժվար առաջինն էր։ Շնորհակալություն շատ։ Մի հատ էլ ես հրաժեշտ եմ, անջատեմ ու մենք մեզանով զբաղվենք։ Ժողովուրդ ջան, ավարտեցինք սրանով։ Տիգրան ջան, ստեսություն ձեզ։ Ստեսություն։ Դուք հələ ուշ եք գնալու, չէ՞։ Ես սեպտեմբերի վերջը։ Հա, դե ձեզ բարի ճանապարհ չեմ ասում, դեռ։ Միշտ առողջ լինեք եւ մնաք խաղաղությամբ։ Վերջ, Բայրամ փողոցից։